Երեք հայաստանյան ռեստորաններից մեկում շքեղ հարսանիք է տեղի ունեցել, ամուսնանում էին պարողները։ Դե պատկերացրեք, թե որքան ուրախ և ջերմ հարսանիք է տեղի ունեցել, երբ և հարսնացուն, և պետացուն պրոֆեսիոնալ պարողներ են։ Զույգն իրենց շուրջ էր հավաքել ոչ միայն ընկերներին, մտերիմներին, այլ նաև պարարվեստի իրենց գոլեգաներին ու մտերիմներին։ Այստեղ էին նաև ավագ և կրտսեր Սոֆի Դևոյանները, ովքեր հարսանիքի ընթացքում մեծ ակտիվություն են ցուցաբերել։ Հարսի պարը բեմադրել էր հենց Սոֆի Դևոյանը, դե իսկ երեկոյի ընթացքում երևում է, թե որքան ակտիվ Սոֆի Դևոյանը մասնակցում է հարսանիքին, պարում է հարսնացուի հետ։ Կադրեր էին հրապարակվել, որտեղ երևում էր նաև կրտսեր Սոֆին։ Նա բավականին գեղեցիկ տեսքով էր ներկայացել հարսանյաց արարողությանը։ Նշենք նաև, որ վերջին ամիսներին ամենաշատ քննարկվող թեման Սոֆի Դևոյանի ամուսնությունն էր։ Նրա հարսանիքին նա կրում էր բավականին յուրօրինակ զգեստ։ Զգեստը երկար քննարկվեց համացանցում, այն ոչ ստանդարտ էր և պարուհին այն պատվիրել էր արտերկրից։ Հարսնացուն բավականին յուրօրինակ կերպով էր ներկայացել իր հարսանիքին, հարսանեկան կադրերը երկար ժամանակ տարածվում էին համացանցով մեկ։ Սոֆի Դևոյանը իսկական գեղեցկուհի էր, նա իր հարսանյաց երեկոյի ընթացքում յուրօրինակ պարով հանդես եկավ, որը հերթական անգամ բեմադրել էր տատիկը՝ Սոֆի Դևոյանը։ Հավելենք նաև, որ երեկ երեկոյին ներկա է գտնվել նաև Զարուհի Բաբայանը, նրանք բոլորով մի լավ ուրախացել են, պարել են և այդ կադրերով կիսվել են ինստագրամյան հարթակում։ Ներկայացնում ենք դրանք ձեր ուշադրությանը, ինչպես նաև մաղթում ենք բարի դիտում։